Մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ։ Այսպես ոչ ուղիղ կերպով առանց անուններ հնչեցնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։ Ադրբեջանի նախագահը ասել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ալիևը 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզների մասին էր խոսել նաև։ Սևանալիս չկա, կա գյոյչա, ասել էր նա ու պնդել, որ այսօրվա Հայաստանի տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։ Ինչու չեն կարող հղում անել, չի կարելի հղում անել, մասնավորապես այն ժամանակների պատմությանը եւ կան իմիջայլոց պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ եւ քաղաքական առաջնորդներ, ովքեր հղում են անում այն ժամանակների պատմությանը, դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին կիրովականներով եւ կիրովաբադներով, լենինականներով եւ լենինաբադներով։ Այս հայտարարությունները մեկնաբանելու լրագրողի ուղիղ հարցը ըստ Փաշինյանի իրեն դժվարին իրավիճակի մեջ դրեց։ Դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ։ Ադրբեջանում օրինակ հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, երբեմն Հայաստանում եւ Ադրբեջանում ընկալում եւ տեսնում եմ պատմության մի մասը միայն։ Հասկանալիորեն համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է այնտեղից լեգիտիմ է, այսինքն ամեն կողմը, պատմության այն մասը, որը բխում է այնից լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից լեգիտիմ չէ։ Փաշինյանի կարծիքով Ադրբեջանի հետ կոնֆլիկտը քաղաքական առումով ավարտված է, սոցիալ-հոգեբանորեն ոչ։ Ինչու է խաղաղության գործընթացին զուգահեռ Ալիևը շարունակում այսպիսի խոսույթը։ Օրբելի ֆորում 2025-ին մասնակցելու համար Հայաստան հրավիրված ադրբեջանցի փորձագետն այս հարցադրումը նախ օրդորեց ուղղել Ադրբեջանի պաշտոնյաներին, բայց նաև առաջարկեց կարդալ Վաշինգտոնյան հռչակագիրը։ Ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը երկու երկրների միջև, որը վերաբերում է Կասկան ամբողջականության երկուստեք ճանաչմանը, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը։ Առաջիկա օրերին Ադրբեջանից ավելի մտահոգիչ հայտարարություններ են հնչելու։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում ասում է արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բաքվում նշելու են 44-օրյա պատերազմում իրենց հաղթանակի օրը։ Սա շարունակում է ամենալուրջ լուծելի խոչընդոտներից մեկը լինել, բայց նաև եթե դիտարկում ենք իրենց տեսանկյունից ներքաղաքական առումով գուցե դեռևս պատրաստ չեն նման արագ փոփոխություն։ Իսկ ինչու է Բաքուն համառորեն շարունակում Զանգեզուրի միջանցք եզրույթի գործածությունը։ Հայաստան եկած ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևը ասում է, բառի ադրբեջանական ու հայկական ընկալումներն են տարբեր։ Կարծում Զանգեզուրի միջանցք ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար։ Չի վերաբերում թրիփին, դա ավելի շատ ավելի լայն, այսպես ասենք, հասկացություն է ու դա պետք է ընկալել որպես այդպիսին։ Տարբերություն Հայաստանի դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը, Հայաստանը ունի ըստիս այլ ընկալում, մարդիկ միջանցքը այլ կերպ են ընկալում։ Ադրբեջանցի փորձագետներին շատ են հետաքրքրել այն հնարավորությունները, որոնք օգտագործելով կկարողանան ուղերձներ փոխանցել հայ հասարակության մոտ Ադրբեջանի վերաբերյալ վերաբերմունք փոխելու համար։ Թե ինչ ուղերձների մասին է խոսքը, Արմեն Պետրոսյանը չցանկացավ բարձրաձայնել, ասաց փակ քննարկում է եղել։ Նախորդին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս սպասվում է Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների այցը Ադրբեջան։ Փաշինյանը նշում է, Հայաստանը շարունակում է նվիրված լինել խաղաղության օրակարգին։ Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է։